Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում. «Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով, ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա խոստումնալից ապագա ունի։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում», գրել է նա։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է և բացման խոսքով է հանդես եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը։ Իր խոսքում արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջև շարունակական համագործակցությունը, ընդգծելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը ընդգծել է մերօրյա փոխկապակցված համաշխարհային տնտեսության պայմաններում ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը, զարգացող և քիչ զարգացած երկրների համար ինստիտուցիոնալ կարողությունների խթանման, ներդրումային հոսքերի և կայուն տնտեսության ապահովման, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների կյանքի կոչման համատեքստում։ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ազգային ժողովի նիստում արձագանքել է Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը, նշելով օրական 1700 դրամի չափը։ Արման Սարգսյանը հերքել է այս տվյալը։ Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։ Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4000 դրամ, իսկ դա կարող է ավելանալ կախված դիրքի կահավորվածության աստիճանից։ Դա մինիմալն եմ ասում, նշել է փոխնախարարը։ Ըստ նրա, այդ գումարին ավելանում են նաև լրացուցիչ հավելումներ համաձայն կառավարության 712 որոշմամբ սահմանված կարգի։ Առնվազն 4000 դրամ է հիմնական գումարը, այդ գումարին ավելանում է հավելում առնվազն ևս 4000 դրամ և որոշակի գումար էլ ելնելով դիրքերի վիճակից։ Աշխատավարձը առնվազն ամսական 220,000 դրամ է, ընդգծել է Սարգսյանը։ Աբովյան քաղաքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը խթանելու նպատակով Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կառուցվել է նոր մարզադաշտ, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Մարզադաշտը շահագործվում է Աբովյան ակադեմիայի կողմից Արտակ Գրիգորյանի մարզչական ղեկավարությամբ։ Համայնքի շուրջ 600 սաներ մարզումներն արդեն իսկ անցկացնում են բարձր որակի խոտածածկով և հարմարավետ պայմաններով կառուցված մարզադաշտում, փոխանցում են Աբովյանի համայնքապետարանից։ Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացնում ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 170 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ, կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ։ Ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Շարունակվում է բուհերի ընդունելության քննությունների մասնագիտության հայտագրման գործընթաց փուլը, հայտագրման երկրորդ փուլը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանը այսօրվա ասուլիսում ասել է, որ հունվար-փետրվար ամիսներին կազմակերպվող միասնական քննությունների ժամանակ դիմորդները բուհ մասնագիտություն չեն նշում, բայց երկրորդ փուլից սկսած, այսինքն ապրիլ-մայիս հայտագրման ժամանակ բոլոր դիմորդները պարտավոր են նշել բուհը մասնագիտությունը, եթե ցանկանում են նաև հանձնել միասնական ներբուհական քննություն։
քննություններ։ Երկրորդ փուլի հայտագրման գործընթացն ավարտվում է մայիսի 10-ին։ Օրեցօր դիմորդների թիվն ավելանում է, եթե 2025-ի հունվար-փետրվարին ունեցել են 11608 դիմորդ, ապա այսօր արդեն 12820 դիմորդ կա գրանցված։ Սա փոփոխական է, ամեն րոպե թիվը փոխում է, ընդգծել է նա, հավելելով դիմորդների մի մասը չի իմանում, որ երկրորդ փուլում պարտադիր պետք է նշեն բուհն ու մասնագիտությունը, այսինքն դիմորդները այս փուլում պետք է կատարեն պարզ գործողություն։ Ի տարբերություն հունվար-փետրվարի երկրորդ փուլին պարտավոր են նշել բուհն ու մասնագիտությունը, իսկ եթե չեն նշում, չեն հայտագրվում։ Նա հաղորդել է եւ հորդորել է, որ 4 օրվա ընթացքում ընտրեն բուհ, մասնագիտություն, այլապես դուրս կմնան մրցույթից։ Եթե չի մասնակցում մրցույթին, բնականաբար դուրս է մնում բուհերի ընտրության ցուցակներից։ ԳԹԿ տնօրենի տեղակալը նշել է, հունվար-փետրվարին քննություններին մասնակցել է 11608 դիմորդ։ Այսօրվա դրությամբ նրանցից 7780-ը ցանկանում են նորից հանձնել քննություն։ Նա նշել է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի դիմորդների աճ կա։ Ըստ Նասիբյանի կարող է դեր խաղացած լինել Արցախից եկած մեր հայրենակիցները։ Ամեն տարի Արցախում մոտ 800 հոգի մասնակցում են տեղի բուհերի մրցույթին։ ԳԹԿ տնօրենի տեղակալն ասել է, որ նախորդ տարիները ցույց են տվել մրցույթի միավորները բարձր են իրավագիտության, բժշկության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններով։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ին համաձայն այս տեղեկատվության բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեկական դեպք։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի 12 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։ Վերջինս ընդգծել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին իրենց ընտրած ժամանակին, վայրում և միջոցներով։ Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Պակիստանի սահմանային գոտու մի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության, որի զոհ էր գնացել 26 մարդ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է խոցվել։ Հնդկաստանի բանակը հայտարարել է Սինդուր գործողության մեկնարկի մասին, որի թիրախում են Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքները։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Պակիստանից ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ։ Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը։ Նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու Դելիում հատուկ ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։ Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին։ Պակիստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածները անպատասխան չեն մնալու։ Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկում է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը։ Կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում, խիստ գաղտնիության պայմաններում է և կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելլայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը, եթե որում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալու։ Աշխարհն իմանում է, ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ ողջունելու հավատացյալներին։ Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապականության համար։ Վատիկանի մամուլի ծառայության տնօրենը ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կոնկլավի ընթացիկ օրվա մոտավոր ժամանակացույցը։ Հատկանշական է, որ կոնկլավի ընթացքում կարդինալներին արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։ Այս տարի
Պապի կոնկլավին մասնակցում է կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ։ Ամեն օր նախատեսված է 4 քվեարկություն, 2-ը առավոտյան, 2-ը կեսօրից հետո։ Բացառություն է միայն առաջին օրը, երբ 1 քվեարկություն է լինում։ Սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա 2 քվեարկություն, ընդհանուր 4 փուլ, 2-ը առավոտյան, 2-ը կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են 2 անգամ երկրորդ եւ 4-րդ քվեարկություններից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր պապը ընտրվում է առաջին կամ 3-րդ քվեարկության ընթացքում։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը, Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետության տարածքում մայիսի 8-ից 3-ը 12-ին շրջանների զգալի մասում, 10-ից 11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում հորդառատ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 3-ը բարձրացել է 4-ից 5, մայիսի 9-ից 11-ին կբարձրանա ևս 3-ից 4 աստիճանով, մայիսի 9-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։